Հայ ժողովրդի պատմության էջերում կան իրադարձություններ, որոնք միայն պատերազմ չեն եղել, դրանք եղել են պայքար, հավատքի, արժանապատվության և ազգային ինքնության համար։ Այդպիսի կարևոր իրադարձություններից է 451 թվականի ավարայրի ճակատամարտը։ 5-րդ դարում Հայաստանը գտնվում էր Սասանյան Պարսկաստանի իշխանության տակ։ Այդ ժամանակ Պարսկաստանի արքան էր Յազդեգերդ II-ը։ Նա ցանկանում էր Հայաստանի բնակչությանը ստիպել հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտական կրոնը։ Այս քաղաքականությունը մեծ դժգոհություն առաջացրեց հայ ժողովրդի և ազնվականության շրջանում։ Հայերը արդեն ընդունել էին քրիստոնեությունը որպես պետական կրոն, և այն դարձել էր ժողովրդի հոգևոր կյանքի կարևոր մասը։ Հավատքից հրաժարվելը նրանց համար նշանակում էր կորցնել ոչ միայն կրոնը, այլև ազգային ինքնությունը։ Այդ դժվար ժամանակներում հայ ժողովրդի առաջնորդ դարձավ քաջ զորավար Վարդան Մամիկոնյանը։ Վարդանը ոչ միայն ռազմական առաջնորդ էր, այլև խորապես հավատաց իր ժողովրդի ազատությանը և հոգևոր արժեքներին։ Նրա շուրջ համախմբվեցին հայ նախարարները, հոգևորականները և հասարակ ժողովուրդը։ Հայոց եկեղեցու հոգևոր առաջնորդներից էր Սահակ Պարթևը, ով իր գիտելիքներով և հավատքի ուժերով աջակցում էր ազգային պայքարին։ Հայ ժողովուրդը գիտակցում էր, որ պայքարը լինելու է դժվար, բայց նրանք ընտրեցին պաշտպանել իրենց հավատքը, նույնիսկ կյանքի գնով։ 451 թվականի մայիսի 26-ին հայկական և պարսկական զորքերը հանդիպեցին Ավարայրի դաշտում, Հայաստանի պատմական Վասպուրականի շրջանում գտնվող հարթավայրում։ Հայկական բանակը թվաքանակով զգալիորեն զիջում էր պարսկական զորքին, սակայն հայ զինվորները կռվում էին մեծ ոգևորությամբ և հավատքով։ Ճակատամարտը չափազանց ծանր և արյունալի էր։ Հայ զինվորները հերոսաբար դիմադրում էին պարսկական բանակի հարձակումներին։ Վարդան Մամիկոնյանը անձամբ ղեկավարում էր զորքը, ոգեշնչելով զինվորներին չվախենալ և պայքարել մինչև վերջ։ Պատերազմի ընթացքում Վարդան Մամիկոնյանը զոհվեց։ Նրա մահը ծանր հարված էր հայկական բանակի համար, սակայն պայքարը շարունակվեց։ Հայ զինվորները մինչև վերջ պաշտպանեցին իրենց դիրքերը, չնայած ռազմական տեսանկյունից առավելությունը հակառակորդի կողմն էր։ Ավարայրի ճակատամարտի արդյունքը ռազմական առումով համարվում է պարտություն հայկական կողմի համար, սակայն պատմաբանները հաճախ նշում են, որ այդ ճակատամարտը հոգևոր և բարոյական հաղթանակ էր հայ ժողովրդի համար։ Ճակատամարտից մի քանի տարի անց պարսկական իշխանությունները ստիպված էին մեղմացնել իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Հայ ժողովուրդը կարողացավ պահպանել քրիստոնեական հավատքը, որը դարձավ ազգային ինքնության կարևոր հիմքերից մեկը։ Վարդան Մամիկոնյանի անունը դարձավ քաջության խորհրդանիշ։ Նա հիշվում է որպես մարդ, ով իր կյանքը զոհաբերեց հայրենիքի և հավատքի պաշտպանության համար։ Հայ պատմության մեջ նրա կերպարը փոխանցվում է սերունդներին, որպես օրինակ՝ լինել ուժեղ, հավատարիմ և հայրենասեր։ Այսօր Ավարայրի ճակատամարտը համարվում է հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից մեկը։ Այն հիշեցնում է, որ երբ ժողովուրդը միասնական է և ունի հավատք իր արժեքների նկատմամբ, կարող է դիմակայել նույնիսկ ամենամեծ դժվարություններին։ Վարդան Մամիկոնյանի պատմությունը սովորեցնում է, որ ազատությունը և հավատքը երբեմն պահանջում են մեծ զոհողություններ, բայց այդ զոհողությունները չեն մոռացվում պատմության մեջ։ Ավարայրի ճակատամարտից հետո հայ ժողովրդի պայքարը չավարտվեց։ Թեև ռազմական հաղթանակը չկայացավ, սակայն ժողովրդի կամքը չկոտրվեց։ Հայերը շարունակեցին պայքարը իրենց կրոնի և ազգային ինքնության պահպանման համար։ Պատմության ընթացքում Վարդան Մամիկոնյանի հիշատակը ավելի ու ավելի մեծացավ։ Ժողովուրդը սկսեց նրան հիշել ոչ միայն որպես զորավար, այլև որպես հավատքի պաշտպան և ազգային հերոս։ Հայկական եկեղեցու կողմից Վարդան Մամիկոնյանը հետագայում դասվեց սրբերի շարքին։ Նա ճանաչվեց որպես հավատքի համար նահատակված սուրբ։ Հայ առաքելական եկեղեցին նրա հիշատակը հարգում է որպես քրիստոնեական հավատքի պաշտպանության խորհրդանիշ։ Վարդան Մամիկոնյանի կյանքը դարձավ օրինակ, թե ինչպես կարող է մարդը իր հայրենիքի և հավատքի համար զոհաբերել ամենաթանկը՝ սեփական կյանքը։ Նրա անունը կապվում է քաջության, անձնազոհության և հավատարմության գաղափարների հետ։ Այսօր էլ հայ ժողովուրդը հիշում է Ավարայրի հերոսներին։ Ամեն տարի հավատացյալները և պատմության սիրահարները հիշում են այդ պայքարը որպես ազգային ոգու հաղթանակ։
Ավարայրի ճակատամարտը ցույց տվեց, որ երբ ժողովուրդը պահպանում է իր հավատքը եւ միասնությունը, պատմության մեջ կարող է թողնել անջնջելի հետք։ Վարդան Մամիկոնյանի կերպարը շարունակվում է ապրել հայ ժողովրդի սրտում, հիշեցնելով, որ իսկական հերոսությունը միայն հաղթանակը չէ, այլ նաև պայքարելն այն արժեքների համար, որոնք թանկ են հայրենիքի եւ ժողովրդի համար։